Ընդամենը երկու փողոցա, որ պետք է այս ջրագծերը փոխվի, ջրաչափերը հանվի, ջրի կորուստները վերանան, իրենց գումարը ավելանա։ Այս ամեն ինչը ասվում է, իրենք չեն ուզում ոչինչ անել, իրենց ձեռա տալիս այս վիճակը, բարդակից, երբ որ բարդակը բոլորը օգտվում են այդ բարդակից։ 5 տարի է մենք նամակ են գրում Վիոլաջրի տնօրենին, որպեսզի այս ինքը Վիոլաջրի տնօրենը պաշտոնապես Տիկին Շահինյանը ստորագրում կնքում մեզ ուղարկում է պաշտոնապես բոլորը պահպանված են, որ իրեն գալու են 24-25 թվին փոխեն ջրագծերը փողոցով գնացող, որը վթարային է, ժանգոտած է եւ ամեն րոպե պայթում է։ 25 թվին պետք է վերջացնեն։ 25 թվը վերջանում ասում է 26-31 թիվ, պաշտոնապես։ 31 թվի դրանից հետո նորից են գրում, ասում է ես չեմ կարող փոխել, որովհետեւ ձեր ջրագծերը անօրինական են քաշված։ Ինչ է դա նշանակում։ Ինչ։ Այդ ինչ է նշանակում։ Այդ նշանակում է որևէ տեղ չի գրանցված։ Մենք գրում ենք, եթե դուք անօրինական է, եթե որևէ մեկը 95 թվականից քաշվել այդ ջրագծերը ջրային կոմիտեի, չգիտեմ ում հետ, որոնք նորմալ են, ընդամենը 76 դեցիմետր, մի 30 մետր գնում է գետի վրայով, որովհետև ուրիշ տարբերակ չկա, սա բարձր տեղ է։ Մնացածը գետնի տակով է գնում։ Եվ ամեն ինչը նորմալ է, ընդամենը պետք է ջրի կորուստները շատ են, գողությունները շատ են, մենք իրենց դա ասում ենք, իրենք ասում են ոչ, ոչինչ չենք անելու, գնացեք, դուք ինքներդ լուծեք այդ հարցը, բայց մենք ոնց լուծենք, ինձ նորից գրում է, թող ձեր գյուղապետը գա ձեր ջրագծերը փոխի։ Գյուղապետն ասում է, դա իմ ֆունկցիան չի, դա այդ ֆոնդը ես չունեմ, ես գալու եմ ձեր փողոցը ասֆալտապատեմ, բայց դա կախված է ձեր ջրագծերը փոխելու հետ, որովհետև վթարային ջրագծի վրա ասֆալտ չեմ կարող անել։ Փոխեք ջրագիծը, ջրաչափը հանեք, ես գամ դա անեմ։ Հիմա մեզ Տիկին Շահինյանը պաշտոնապես գրում է անօրինական, ասում ենք անօրինական որևէ մեկը եթե չի գրանցել, եկեք գրանցեք, օրինականացրեք։ Ձմռանը երբ որ ջուրն անջատում են փողակաշարը, մարդիկ չեն կարողանում ջրազրկել այդ ամբողջ գիծը, նորից փողակները տրակվում են, հաջորդ կալնանը կամ տվյալ ձմռան էլի ջուր ունենալու համար ստիպած այդ ասֆալտն էլ քանդեցին, ճանապարհներն էլ քանդեցին, այնպես մի սարսափելի վիճակ ստեղծեցին։ Աբովյանի ջրմուղի ինժեները եկավ 2 շաբաթ առաջ մեր մոտ, ասեց, որ ինքը կարող է մեր ջուրը անջատել ու թողնել առանց մեր ջրի, եթե իր խիղճը մի քիչ կորցնի։ Աբովյանի Վիոլաջրի գլխավոր ինժեները Գագիկ։ Գագիկ, Լուսյանա, Գագիկ կներեք։ Լսեք, դուք սխալ մարդու եք զանգ։ Ես ընդամենը վթարային խմբի ղեկավարն եմ։ Դե դուք եք իրենց սպառնացել, ձեզ ենք զանգարել։ Ես չեմ սպառնացել, թող իզուր ոչ մի բան չան։ Գագիկ ջան, Լուսյանա, Գագիկ ջան, լսեք։ Հասկացա, Լուսիա ջան, ես Գագիկ ջան, մենք դուք շատ լավ գիտեք, որ ոչ մեկի դեմ ոչինչ չունենք։ Ընդամենը Հա։ Դուք ասիք, եթե խիղճս կորցնեմ, կարող եմ ձեր ջուրը անջատել եւ դուք մեր ջրի փող չմուծեք։ Ձեր ջրագծերը անօրինական են։ Մի րոպե ապրեք։ Դուք ասեցիք մենք ինչի համար ենք վճարում, ես ձեզ ասեցի դուք վճարում եք ձեր օգտագործված ջրի խորանարդի համար։ Փաստորեն մեր գծերը անօրինական են, դուք էլ զբաղվում եք անօրինական գործունեությամբ։ Իմ հետ գործ չունեք, զանգեք կենտրոնում խոսացեք, ես վթարային խմբի ղեկավարն եմ։ Դուք կենտրոնին գրում եք։ Ձեր փողոցի վրա ընդհանրապես վթարներ չի լինում։ Լինում է, այո, լինում է։ Առաջին փողոցի վրա ես լավ գիտեմ, ես 5 տարի այդտեղ աշխատում եմ, մի անգամ ձեր փողոցի վրա վթար չի եղել։ Գագիկ ջան, մեր խողովակները ժանգոտած են։ Իմ հետ գործ չունեք, լավ։ Տեսա՞ր։ Այո, իրան պետք չի։ Մազուտի ավտոների բաններ լվալու տեղն է։ Ինչ է ձայնը խոսա, ինչ եք եկե։ Գագո Սուս գագո։ Գագո։ Ինչի է եկե, մենք ենք կանչ եկել, մի խանգարի։